Մարմնին ջրակը աչքն է։ Հավանաբար այս վերնակրին բոլորդ համաձայն ըլաք, ու ցեզմե յուրաքանչյուրը հասկնազ այն։ Իսկապես, որ մարմնին ջրակը աչքն է։ Եթե գույր ըլանք, ամբողջ մեր աշխարհը խավար պիտի ըլլա ու ոչ մեկ բան տեսնելու հնարավորություն պիտի չունենանք։ Այլ խոսքով, մեր մարմինը խավարի մեջ պիտի ընթանա ու պիտի չկարենանք զայն ուղղել ու անոր ցանկություններն ու գարիքները կոհացնել։ Երբ մեր աչքերը խավարած ու գույր ըլլան, մենք անդամալույձներ ու անզորներ կդառնանք։ Ճիշտ է, որ մենք տարբեր տեսակի զգայարանքներ ունենք, որոնցմով կարելի է ուղին գտնել ու առաջնորդվել։ Շատ հաճախ մեկ զգայարանի չգոյության պատճառով մեկ այլ զգայարանքը ավելի զորավոր կլա։ Սակայն ինչ-ալ ըլլա մույս զգայարանքներու զորությունը, անոնք բնավ եւ երբեք պիտի չկարենան մարմնին իսկական ջրակի աչքի թերը ունենալ։ Մարմնին ջրակը աչքն է, բայց չէ որ մեր մարմինները միայն միս ու ոսկոր չեն, այլև հոգի են նաև։ Հետևաբար մեր աչքերը ոչ թե միայն ջրակներ են մեր մարմինները լուսավորելու, այլև մանավանդ մեր հոգիները։ Մեր մարմինները ուշ թե կանուխ պիտի խավարին, երբ հողին հանձնվին, սակայն մեր հոգիները հավիտենական են, ուրեմն հոգին առավել է քանզ մարմին, ու առավել չափով պարտինք մեր հոգիները լուսավորել մեր այս մարմնի նյութական աչքերով։ Բայց թե ինչպես առողջ մարդուն աչքը խավարած կլա, ինչպես կրնա տեսնել ու չտեսնել։ Լուսավորումը մարդուս աչքին տարբեր իմաստներ ու հոմանիշներ ունի։ Լուսավորված մարդը այն մարդն է, որ կրնա ճշմարտությունները տեսնել ու զանազանել։ Շատ մկիտական կամ քերբնական երևույթներու առջև բացատրություններ ստանալով կլուսավորվենք։ Միևնույն բարական է հոգևոր լուսավորումը։ Ովքեր են խավարի մեջ ապրող աչքերը։ Այն մարդը, որ դակավին Քրիստոսը ճանչցած չէ, ու անոր աստվածությունը ընդունած չէ, դակավին խավարի մեջ է։ Այն մարդը, ով չի կրնար սիրել իր մարդ եղբայրը ու ադելությամբ լեցուն է, դակավին խավարի մեջ է։ Ու այն մարդը, որուն կյանքի մեջ Քրիստոսը լոկ անուն մնե ու ընտանեկան ավանդությունը, նաև խավարի մեջ է ու գույր։ Ո՞վ է լուսավոր մարդը։ Լուսավոր մարդը այն է, որ ճանչցավ Քրիստոսը, Քրիստոսի սերը իր մեջ բնակեցավ ու սկսավ սիրել իր մարդ եղբայրը։ Այսպիսին կսկսի ոչ թե միայն ինքզինք լուսավորել, այլ կվերածվի ջրակի ու կսկսի իր շրջապատը լուսավորել եւ այսպիսին բարձր դեղը գտրվի, որբեսի լուսավորե բոլոր շրջապատը։ Բայց ով է, որ այնպիսին պիտի բարձրացնե, մարդիկ։ Ոչ, հաբա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս այս խոսքերով գուզե ասել թե. այն մարդը, որ կընդունի ճշմարիտ լույսը, որ աշխարհ եկավ, Քրիստոսը, ու սկսի լուսավորել, զայն պիտի բարձրացնեմ, որբեսի իր լույսը ավելի սփռվի։ Այս աշխարհի որդիները ինչքան ալ մեզ քնահատեն ու սիրեն մեր խոնարհության, ճշմարտախոսության ու ազնվության համար, անոնք երբեք թույլ պիտի չտան, որ մենք բարձրանանք ու սկսենք իրենց խավար կյանքը լուսավորել, այլ պիտի փորձեն մեզ նսեմացնել ու պիտի տնեն ծածուկ դեղը գամալ քրվանի տակ։ Ու ասիկա բացարձակ ճշմարտություն մնե, ոչ թե որովհետև Քրիստոս այսպես ասավ,
այլ բարձավես մարդկային բնության դգարությունն է հանդեպ ճշմարտության ու ադելությունը հանդեպ չար գործերը Երևան հալող լույսին։ Եզրագացություն։ Մեր Տիրոջ այս խոսքերուն երկրորդ իմաստ մտալով եզրափակեմ։ Եթե խավարի մեջ ապրող որոշ մարդիկ այսպես կվերապերին մեզի նկատմամբ, մենք պետք չէ միևնույն վերապերմունք ունենանք մեր անձին ու մեր ստացած լույսին նկատմամբ։ Մեր լույսը պետք է լուսավորե բոլոր մարդիկ, ու ոչ մեկ պատճառ արգելք չհանդիսանա մեր լույսը ծածկելու։ Այդ լույսը մերը չէ, այլ Քրիստոսինն է։ Մենք մեր բնությամբ խավար ենք, լուսին ենք, և ինչպես որ լուսինը ինքն իր մեջ լույս չունի առանց արևի գոյության, նույնպես և մենք մեր լույսը ճառագայթումն է Քրիստոսի լույսին և ոչ մեկ իրավունք ունենք այդ լույսը ծածուկ տեղ մտնելու կամ ալ գրվանի տակ։ Եթե այսպես ենք, մեր լույսը պիտի հանքի ու խավարի որդիներեն շատ պիտի չտարբերենք։ Մենք մեր մեջ լույս չունենք։ Մենք այնքան կլուսավորենք, ինչքանով որ Քրիստոսեն գառնենք ու կճառագայթենք անոր լույսը։ Լույս, արարիչ լուսո, առաջին լույս, ձակյա ի հոգիս մեր, ըզ լույս քո իմանալի։ Ամեն։